Այո, մենք էստեղ Արևի ու անձևի տակ այսպես բարձի թողի իրավիճակում են գտնվում։ Խնդրեմ նույն վիճակն է ստեղ։ Այս ամենը խոսում է անփութության, անպատասխանատվության, անհետևողականության մասին եւ բոլորս մեր աչքով այս բանը տեսնում ենք ինչ է կատարվում։ Էլ չեմ խոսում, չգիտեմ, այստեղ ենթադրում եմ ցուցատախտակ է, որի վրա պետք է գրվածք լիներ, որը չկա։ Նստարանները անմխիթար վիճակի, ճեմուղին, այսպես ասենք, նույնպես անմխիթար վիճակում է, այս լուսավորման համակարգերի վրա կարելի ասել այդ սվիցիլնիկները գոյություն չունեն, առհասարակ անմխիթար բարձի թողի անվայել իրավիճակում է այս պահին գտնվում Կարմիր Բլուրը եւ խնդրեմ աստիճանների վրա խոտ է աճում, պատկերացրեք մի որևիցե տուրիստի բերենք այստեղ, ասենք Երևանի ծագման մասին վկայող հնավայր է, ինչ պետք է, ինչ տպավորություն պետք է ստանան, սա ուղղակի ամոթ է, սա վիճակ չի, որ Շենգավիթ ներողություն Կարմիր Բլուր հնավայրը ունի, ես առաջարկում եմ, քանի որ մենք մեր շրջայցը երկարատև է, այս մասով այս պահին սահմանափակվենք, անցնենք գնանք Շենգավիթ արդեն հնավայր, իսկ բուն Կարմիր Բլուրի այդ պատային հատվածը դա արդեն ավելի նեղ մասնագիտական լուսաբանման դրվագներ է իր մեջ պարունակում, որը այսպես ասենք, ես այդքան լավատեսություն չունեմ այս իշխանություններից, բայց այդուհանդերձ պիտի լինի նաև մեր լրացուցիչ ուսումնասիրման առարկան։ Պարոն Սուքիասյան, այնուամենայնիվ միտումնավորություն դուք տեսնում եք սրանում, որ ուրարտական տեխնոլոգիայով աղյուսները վերականգնելու ծրագիրը դադարեցված է։ Այսպես քաղաքական ենթատեքստ կարելի է տեսնել սրա տակ այն առումով, որ ինչպես նաև դուք ձեր խոսքում նշեցիք, այսպիսի հակվածություն կա ուրարտական շրջանի այդ պատմական փուլը մոռացության տալու այդ վտանգի առջև ենք, նաև կանգնած։ Այս դեպքում այս ծրագրի դադարեցում աղյուսների վերականգնման դուք սրանում միտումնավորություն տեսնում եք։ Տեսեք, ձեր ասացին նաև հավելեմ այն, որ մասնավորապես Երևանի բերդի ժառանգությունը գտնվելիս է եղել Թբիլիսիում եւ Ալիևները կարողացել են առնել այդ ժառանգությունը, տանել իրենց մոտ եւ մատուցել որպես պատմական ժառանգություն այն մասին, որ իբրև թե Երևանը հիմնել է 16-րդ դարի սկզբին իրենց լեզվով ասենք Ռիվանխուլի խանը, այսինքն շատ կոնկրետ հավակնություն ունեն այդ մարդիկ, ոչ միայն որ այստեղ խորհրդային շրջանում մեծ ադրբեջանցիներին ապրել եւ պետք է վերադառնան, այլ նաեւ պատմամշակութային իրենց համար մտածածին հիմքեր են ստեղծում, որպեսզի հիմնավորեն իրենց հավակնությունները այս տարածքի նկատմամբ, այսինքն Արցախի կորստով եթե մարդիկ մտածում էին, որ դե լավ խաղաղություն կգա, այս իշխանություններն էլ առավոտից երեկո, չգիտեմ, թմբկահարում են խաղաղություն, դա ասելով չի, մարդիկ իրենց հավակնությունները ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ այս ամեն ինչի հանդեպ իրենք ունեն հավակնություններ ու այդ ամենի խորապատկերին ռեստավրացիոն աշխատանքները եւ աղյուսները այս վիճակում թողնել, մի տարի թողնել առանց տնօրենի այս հաստատությունը, բարձի թողի իրավիճակում թողնել։ Մենք առաջիկայում այդ հարցը պատրաստում ենք ավականունիստի ժամանակ բարձրացնել, տնօրենից հետո տեղակալն է կարճ ժամանակ եղել ժամանակավոր պաշտոնակատար, հետո նա էլ է հրաժարվել, հետո էլ արդեն, եթե չեմ սխալվում, ֆոնդապահին են դրել ուղղակի զուտ, որտեղ օրենքն է պահանջել ինչ որ ԺՊ ունենալ։ Այսինքն ամփոփ վերաբերմունք ձեր ասած միտման վերաբերյալ կարող եմ ասել, որ ես դա չեմ բացառում, բարը ձեզ։ Ես դա չեմ բացառում, բայց այդ ամենը որպեսզի ավելի արգումենտներով ամրապնդվի,
ենք եւ գրավոր հարցումներով եւ քաղաքային հավաքանունիստի ժամանակ մեր բարձրացրած հարցապնդումներով կգնանք շատ կոնկրետ հարցերի պատասխաններ ստանալու հետևից։ Դրա թելերը նաեւ ուրիշ տեղ են գնում, ասում են, որ տարբեր մարդիկ կան, ովքեր հասարակական կազմակերպությունների հիմունքներով խորհրդատվություն են մատուցում կրթության եւ գիտության նախարարությանը, մասնավորապես դպրոցական դասագրքերի ծրագրերի հետ կապված։ Եվ ասենք, այդ հասարակական կազմակերպության տարբեր աշխատակիցներ համատեղության կարգով աշխատում են տարբեր դեսպանատներում։ Դրանք փաստեր են, դրանք խոսակցություններ են, որոնք ենթադրում են այդ ուղղությամբ նաև լուսաբանում, այդ ուղղությամբ նաև որոշակի աշխատանք, եթե կա դրսից պատվիրատու որևիցե պատմական գիծ առաջ տանելու, բնականաբար արդեն շղթայական ռեակցիայով այդ ամենը տարածվելու է այդ տարվող գծին հակոտնյա բոլոր, այսպես ասենք, օջախները, այսպես ասենք, լիկվիդացնելու ուղղությամբ։ Այդ առումով ես ամենևին էլ չեմ բացառում, որ կարող է լինել կանխամտածված որոշակի քաղաքականություն, իսկ եթե այդ ամեն ինչը կանխամտածված չի, թող նման պնդումանողներին ի հեճուկս շատ արագ իրավիճակը կարգավորեն, բերեն նորմալ վիճակի, տնօրինություն նշանակեն, տեսահասկման համակարգերը վերականգնեն, բերեն պատշաճ վիճակի այս ճեմուղին, սա տուրիստական վայր դառնալու հսկայական պոտենցիալ ունի Կարմիր Բլուրը։ Նույնը նաև Էրեբունի թանգարանը, Շենգավի տնավայրը։ Այսինքն մենք ունենք այդ ամեն ինչը, բայց ցավոք անտերության եւ անուշադրության է մատնված։ Պարոն Սուքիասյան, բայց նախկին տնօրենի Միքայելի պաշտոնավարման օրոք ասես այս խնդիրները չկային, հա, ընդհակառակ որքան ես հասկանում եմ, Միքայելն էլ էլի ժառանգել էր ծանր որոշակի իրավիճակ եւ քանի որ այստեղ գիտեք կոմերցիա չի, որ միանգամից մեծ գումար տան քաղաքական որոշումով, չգիտեմ, ասֆալտապատում չի, որ կոմերցիոն շահեր լինեն, անպայման արագ տենդերները դնեն, այդ փողերը պտտացնեն ինչ-որ մարդիկ, քանի որ ասենք գիտությունը, հնագիտությունը, թանգարանագիտությունը օրվա իշխանությունների կողմից չի առանձնապես կարևորվում, ոնց հասկանում եմ նախկին տնօրենը եղել է, ասենք, ինչ-որ ջանքերի արդյունքում, էնտուզիազմի արդյունքում, ինչ-որ արդյունք ստեղծելու, բայց դա էլ է եղել շատ դանդաղ, որովհետև անընդհատ ինքը ինչ-որ հայթայթողի դերում է եղել։ Չի եղել պետական բարձրաստիճան հոգացություն այս ամեն ինչի հանդեպ, կարևորությունը չի գիտակցվել, որովհետև եթե այս ամեն ինչը, այս ժառանգությունը քայքայվի, վերանա եւ պատշաճ խնամքի չարժանանա, մեր այստեղ ապրելը, այս հողի վրա ապրելը դառնալու է շատ, այսպես ասենք, շահարկման առարկա օտարների կողմից, այսինքն ցույց տալու բան պիտի ունենաս միշտ, իսկ այդ ցույց տալու բանը դու ունես, որովհետև դու այս ամեն ինչի կրողն ես։ Հիմա այս ամեն ինչը դրված է հարվածի տակ եւ պետք է ամեն ինչ անենք, որ այդ վտանգները չզոքացնենք։